որ ձեզ հրավիրել էին 44-օրյա պատերազմի հանգամանքների այդ գործով, ինչ մանրամասներ կարող եք այս պահին փոխանցել մեզ։ Ես ռազմական քննչական կոմիտեում հարցաքննվելը ինձ թվում է ձեր տեղեկությունները ճիշտ չի, որ 44-օրյա պատերազմի հարցերով է, հիմնականում դա կապված է 23 թվականի տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների եւ դրա հետևանքների, թե ինչ հարցեր է բարձրացում հաշվի առնելով նախաքննության գաղտնիքը, այս բան չեմ կարող հրապարակեմ, երևի դա ճիշտ կլինի փաստաբանը մեկնաբանի, մենք երբևիցե չենք խուսափել ներկայանալու վարույթ իրականացնող մարմիններ եւ տալ համապատասխան հարցերի պատասխաններ, այսօր եւս որոշակի հարցեր է առաջացել վարույթ իրականացնող մարմնի կողմից եւ մենք բարձրաբանում ենք տվել այդ հարցերին։ Պարոն Շահրամանյան, մամուլում գրվում է, որ հնարավոր էր այսօր ձեզ մեղադրանք առաջադրեին եւ որպես խափանման միջոց կալանքը լիներ, որևէ մեղադրանք առաջադրվել է ձեզ այսօր։ Ինձ այսօր հարցաքննել են վկայի կարգավիճակով։ Բայց այդպիսի վտանգ կա։ Այս բան ես չեմ տեսնում, չեմ կարող մեկնաբանել։ Պարոն Շահրամանյան, այսօր Մայրաթոռում ժամը 17:00-ին 10 եպիսկոպոսները, որոնց թվում է նաև Արցախի թեմի առաջնորդը, հրավիրել են, այսպես ասած, Վեհափառին հանգստի ուղարկելու հավաք։ Հակառակողմից Մայրաթոռից էլ ժամերգության են հրավիրել։ Դուք այնտեղ լինելու եք ժամերգության կամ որ կողմում եք լինելու, եթե մասնակցելու եք։ Ես իմ տեսակետը եւ կարծիքը այդ գործընթացի վերաբերյալ առիթ եմ ունեցել նաեւ լրատվամիջոցների ներկայությամբ արտահայտել։ Շատ ցավալի է, որ այդ հարցի լուծումները իրականացվում են լայն հասարակության ներգրավման հետ զուգահեռ, իմ կարծիքով դա պետք է իրականացվել այլ ձևով, փակ դռների ետևում, հնարավոր է, որ լինեն հարցեր, որը պետք է լուծումներ ստանան։ Այսօրվա իմ այնտեղ գտնվելու հարցը հաշվի առնելով, որ մենք չգիտեինք երբ ենք դուրս գալու քննչական կոմիտեից, մենք անպայման այդ հարցին կանրադառնանք։ Հնարավոր է, որ նաև մասնակցենք։ Պարոն Շահրամանյան, երբ հասարակության կողմից այսպիսի խոսունքներ կան, որ Արցախի ներկայացությունը կարող է դարձնել Ադրբեջանի դեսպանատուն կամ Ադրբեջանի ներկայացություն եւ այնտեղից ձեզ հանեն։ Դա Այս ինչ խուսափություն է։ Չեմ կարող նման մեկնաբանություն տամ, կներեք։ Բայց երբ մի քանի օր առաջ այդ քննչականը, որ մտել էր Արցախի ներկայացություն, այսօր այս ձեզ որպես վկա հրավիրել այս գործերի հետ կապված։ Ոչ, չի առնչվում այս գործի հետ։ Ներկայացում տեղի ունեցածը եւ այսօրվա իմ հարցաքննության իրար հետ կապված չեն։ Բայց պատահական եք համարում այս իրադարձությունների հաջորդականությունը։ Ինչպես ես նշեցի, երբեք չենք խուսափել ներկայանալ եւ հարցերին պատասխանել եւ ճիշտն ասած ժամը, տեղը, օրը որոշում է վարույթ իրականացնող մարմինը։ Պարոն Շահրամանյան, Կամո Վարդանյանը կար ադրբեջանցիների ներկայացրած ցուցակում, երեք ձեր փաստաբանն է այս թեմայով խոսել։ Կար ցուցակում Կամո Վարդանյանը ադրբեջանցիների ներկայացրած 2023 թվականին խոսքը։ Ես տեղյակ եմ, երեք փաստաբան Ռոման Երիցյանը որոշակի տեղեկություններ է ներկայացրել, տրամադրել հանրությանը կապված գերեվարված անձանց հետ, որը շատ մոտ է իրականությանը եւ այո, Կամո Վարդանյանը եւս կար այդ նախնական ցուցակում, որը ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է որպես պահանջ այդ ճանապարհը բացելու եւ բնակչության տեղափոխման դուրս բերման գործընթացը կազմակերպելու համար եւ այո, այդ մարդիկ տեղյակ էին, որ Ադրբեջանը ունի նման որոշում եւ մնացել են
եւ ապահովել են անվտանգ բնակչության դուրսբերման գործընթաց։ Պարոն Շահրամանյան, դեկտեմբերի 10-ին, երբ որ ներկայացուցչությունում լսումներ էր հրավիրվել, այնտեղ ազգային ժողովի նախագահը նշել է, որ Արցախ հավաքական վերադարձի վերաբերյալ իրենք ծրագրեր են իրականացնում եւ նույն օրը Համբուրգում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախ վերադարձի եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցերը առաջարկում է փակել։ Դուք ինչ դիրքորոշում ունեք, երբ որ երկու այդ հարցերը հավասարության նշան են դրվում այդ հարցերի միջև եւ Արցախ վերադարձի վերաբերյալ ինչ եք կարծում։ Ես բազմաթիվ անգամ հնարավորություն եմ ունեցել ձեր նշված հարցին անդրադառնալու, որ մեր վերադարձի հարցը դա միջազգային իրավունքի հարց է։ Մենք հենց այդ հարցերը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի, չգիտեմ, ինչ-որ պատերազմի հրահրման հետ կապված հարցերի։ Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի։ Ինչպես արցախցիներն են ցանկանում խաղաղություն, երևի ոչ մեկ դրա գինը այդքան լավ չգիտի, ինչքան արցախցիները։ Եվ ես արտահայտվել եմ, որ մենք կողմ ենք խաղաղության գործընթացին։ Դրան դեմ չի կարող մարդ լինի, ով տեսել է այդ պատերազմի հետևանքները, այդ դժվարությունները։ Եվ մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք միջազգային իրավունքի տեսակետից բխող հարցեր են։ Եվ մեզ մեղադրել դրա մեջ, որ մենք ինչ-որ ով որ վերադարձի հարց է բարձրացնում հրահրում է պատերազմ կամ ուզում է պատերազմ, դա ճշմարտություն չի։ Եվ ազգային ժողովի նախագահան, որ անդրադարձել է, որ այդ հարցերը չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել արցախցիների վերադարձի եւ ինչ որ հորինված Արևմտյան Ադրբեջանի հարցը, դա եւս իրականություն է։ Եվ ինձ թվում է այդ խոսույթները բարձրացում են հիմնականում Հայաստանի իշխանությունների կողմից եւ պետք է ձեր հարցերը ուղղեք իրենց։ Ես արտահայտել եմ, որ մենք կիսում ենք վերապարի դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված, արցախցիների իրավունքների հետ կապված։ Այո։ Ձեզ դուք ասել եք, որ ձեզ մի հարց է հետաքրքրում եւ Արցախի թեմի առաջնորդից բարձել եք արդյոք այդ հանդիպման մասին վեհապարը տեղյակ էր թե ոչ։ Դրանից հետո դուք Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպում, հեռախոսազրույց ունեցել եք, փորձել եք իրեն օրինակ վեհապարի հետ հանդիպման կամ հեռախոսազրույցի դաշտ բերել։ Ոչ, մեր հանդիպումը տեղի ունեցել Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո, հաջորդ օրը եւ դրանից հետո ես չեմ հանդիպել եւ չեմ քննարկել այս հարցերը Արցախի թեմի առաջնորդի հետ։ Պարոն Շահրամանյան, այսպես այլ տեսանկյունից նայեք, եթե Նիկոլ Փաշինյանի համար Արցախի թեման փակված է, չկա այդ հարցը, բայց երբ ինքը իր կաբինետում ընդունում է Արցախի թեմի առաջնորդին, ըստ այսպես ինքնըստինքյան չի դառնում, որ ինքը Արցախը դեռ ընդունում է որպես առանձին այսպես հանրապետություն եւ այսպես կարող են ադրբեջանցիները ասել ինչպես է հասկացա ես ձեր հարցը առաջնորդին թե այսպես դավադիր նպատակների համար իրենք կարող են ամեն ինչի հասնել։ Հասկացա ես ձեր հարցը, ուզում եմ ձեր հարցին հետեւյալ կերպ անդրադառնամ։ Հիմա շատ է խոսվում, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը։ Ես ուզում եմ ասել, որ դա այդպես չի համապատասխանում դա իրականությանը։ Հայաստանի Հանրապետության տարբեր ժամանակահատվածներում գործող իշխանությունները, այդ թվում այսօրվա գործող իշխանությունները, տարբեր հարթակներում փաստացի ճանաչել են Արցախը որպես անկախ պետություն։ Ունեցել ենք եւ միջպետական պայմանագրեր եւ տարբեր հարթակներում համագործակցություն է տեղի ունեցել, տեղյակ եք, որ ներկա իշխանության ներկայացուցիչները նաեւ մասնակցել են 20 թվականին նախագահի ինագուրացիային եւ ուզում եմ ասեմ, հիմա որ ասում են մենք չենք ճանաչել Արցախը, դա չի համապատասխանում իրականությանը։ Այսօր եւս այդ ձեր նշված հարցը պետք է ուղղել
գործող իշխանությանը, թե ինչն է պատճառը, որ հիմա հրաժարվում են իրենց դիրքորոշումից։ Ըստ լուրերի բոլոր 10 հոգևորականների բարձրաստիճան, ովքեր որ միացել են, ինչ որ կոմպրոմատներ ունի Փաշինյանը, այսպես իրենց ոճով։ Ձեր կարծիքով Արցախի թեմի առաջնորդ այսպես ինքնականն է լծվել այս գործին, թե նրա դեմ էլ ինչ որ մի բան կա, որը որ այսպես Ես նման տեղեկություններ չունեմ, չեմ կարող մեկնաբանեմ ձեր հարցը։ Վերադառնալով թեմային, պարոն Շահրամանյան, Տիգրան Պետրոսյանը Արայիկ Հարությունյանի հետ նամակագրությունն է հրապարակել ժամանակին։ Այնտեղ հույս կար, որ ռուսները ուղղաթիռներով կարող են տեղափոխել Արցախյան վերնախավի։ Կար այդ տարբերակը, կար այդ հույսը, եւ ինչու չի ստացվել։ Չեմ կարող ես այդ գրառումները մեկնաբանեմ, ես հույսով եմ, տա Աստված, որ գերեվարված անձինք վերադառնան եւ ձեր բոլորի հարցերի պատասխանները կտրվեն հենց իրենց կողմից։ Ես նաեւ ուզում եմ այդ կոնտեքստում անդրադառնալ վերջերս համացանցում իհայտ եկած տեղեկություններին, որը տարածել է ադրբեջանական կառավարության կից գործող կայքերը եւ ցավոք սրտի նաեւ Հայաստանի որոշ իրենց արբանյակներ փորձել են դրանք տարածել, ներկայացնել, որ իբր գերեվարված անձանց կոորդինատները տրամադրվել են իմ կողմից, որը ոչ թե միայն սուտ է, այլ դա հորինված թեզեր է, հենց հայկական կողմը մոլորեցնելու համար եւ երեք փաստաբան Ռոման Ներիցյանը նաեւ անդրադարձավ, թե ինչպես են գերեվարվել այդ անձինք։ Ուզում եմ զուտ անդրադառնալ, քանի որ համացանցում եւս տարածվել է, որ Ռուբեն Վարդանյանի Հայաստան տեղափոխման ընթացքում ինչ որ կոորդինատներ տրամադրվել, ուզում եմ նշել, որ ոչ մեկ թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինչ որ բունկերում, անտառում, այլ ընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինքը տեղափոխվել է, փորձել է, ինչպես բոլորը, տեղահանվել դեպի Հայաստանի Հանրապետություն, այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով, Լաչինի միջանցքով։ Շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, հենց Ստեփանակերտից դուրս գալուց Շուշիի մատույցներում եւ նաեւ կար Հակարի կամուրջում գտնվող ադրբեջանական հսկիչ անցագրային կետ, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Ես շատ լավ իմանալով իմ կարծիքով, որ գերեվարման համար եւ ձերբակալման համար ինքը ադրբեջանական կողմից ունի նման որոշում։ Եվ ինքը չի թաքնվել, ինքը մեքենայով դուրս է եկել ինչպես բոլորը եւ գերեվարվել է Հակարի կամուրջում։ Այսինքն անտրամաբանական է նշել, որ ինչ որ մեկը պետք է կոորդինատներ տրամադրել, որ իրեն ձերբակալեն։ Սամվել Բաբայանին ինչպես է հաջողվել դուրս գալ։ Ինչպես բոլորին։ Սամվել Բաբայանը միակ մարդ չի, որ Ադրբեջանին հետաքրքրող միակ մարդ չի, ով դուրս է եկել անվտանգ, դուրս են եկել նաև գործող պաշտոնյաներ, դուրս են եկել պաշտպանության բանակի հրամանատարներ, Արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախյան առաջի պատերազմի ակտիվ մասնակիցներ, ինչպես բոլորը, այնպես էլ ինքը, ինչպես ես նշել եմ, կար ցուցակ, որը ներկայացված էր Ադրբեջանի կողմից, որ նշված մարդիկ պետք է մնային եւ իրենց մասով կլիներ առանձին որոշում։ Այդքան։ Շահրամանյան, Սամվել Բաբայանը նույն այդ տեղահանման օրերին, եւ պատերազմի օրերին, այդ սեպտեմբերյան, այսպես կարծես թե թելուն էր իշխանության թելը, ամբողջ մեղադրելով Արցախի ղեկավարությանը, հիմա կարծես թե ընդդիմադիր է դարձել։ Դուք հավատում եք նրա այսպես ընդդիմադիր լինելուն, թե նախընտրական process-ները փորձում են նաև Հայաստանի քաղաքական դաշտում այսպես իր տեղը գտնել։ Ես Սամվել Բաբայանի հետ շփվում եմ որպես
Արցախյան ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար եւ ձեր նշված դիրքորոշումների հետ կապված ինձ թվում է դուք հարցերը կարող եք ուղղել իրեն, չեմ կարող ավելի բան ասել։ Այս գործեր կարծես իր չէ, իր հաղորդմամբ հարուցված գործեր։ Ճիշտն ասած ես տեղյակ չեմ թե ում հաղորդմամբ է հարուցվել քրեական գործը, բայց եթե նաև չլիներ նման հաղորդում, ինձ թվում է դրա անհրաժեշտությունը կա, որպեսզի թե հետագայի համար, թե պատմության համար այդ հարցերը պարզաբանվեին, ստանային պատասխաններ։ Հույսով եմ ժամանակը կգաղտնազերծվի եւ հասարակությունը եւս կիմանա ճշմարտությունը ինչա տեղի ունեցել Արցախում։ Վերադառնալով թեմային, պարոն Շահրամանյան, սա շատ է քննարկվում, հնարավոր էր վիրավորների հետ ուղղաթիռներով պայթունից հետո մարդկանց տեղափոխել։ Բեռնախավի նկատի ունեմ։ Ասում են, որ կար նմանատարբերակ։ Մինչև ռազմական գործողություններ սկսելը, այդ թվում բլոկադայի ժամանակ, դուք տեղյակ եք, որ որոշ բեռներ տեղափոխվում են ուղղաթիռներով, ռուսական ուղղաթիռներով եւ ցանկացած ուղղաթիռ, որը տեղափոխվում էր Արցախից Հայաստան կամ Հայաստանից տեղափոխվում էր Արցախ, ադրբեջանական կողմից մանրակրկիտ զնման է ենթարկվում։ Այդ թվում բացառություն չէր այդ օրերին սեպտեմբերի 25-ի տեղի ունեցած պաշտպանության բանակի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զոհերին եւ վիրավորներին տեղափոխման process-ը եւ այդ ողջ ընթացքում ադրբեջանական ներկայացուցիչները ստուգում էին ուղղաթիռները, այդ թվում նաեւ քանդում էին այդ բինտերը երեսին կապված մարդկանց եւ համոզվելով, որ այլ մարդ չի տեղափոխվում։ Իմ կարծիքով դա հնարավոր չէր այդ օրերին կազմակերպել։ Պարոն Շահրամանյան, համաներում է հայտարարել Ալիևը Ադրբեջանում եւ ըստ տեղեկությունների շուրջ 20,000 մարդու է վերաբերելու, այնտեղ տարբեր նաեւ հոդվածներ կան, տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն, ինչ հույսեր ունեք, հնարավոր է այս համաներման օրինակ Արցախի ղեկավարությանն էլ վերաբերվի, թե այսպես հայ-ադրբեջանական այս խաղաղության կոնտեքստում գուցե այլ անձանց, որտեղ գիտենք բազմաթիվ են նաեւ այլ մարդիկ, դուք ինչ կանխատեսումներ ունեք։ Ճիշտն ասած, այս բան կոնկրետ տեղեկություններ ես չունեմ, թե այդ համաներումը ինչ չափերով եւ արդյոք կընդգրկվեն դրա մեջ գերեվարված անձինք։ Իմ կարծիքով այդ գործընթացը պետք է դիտվի խաղաղության process-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ տրամաբանական է, որ չի կարող Ադրբեջանում դատվել հայ ազգի մարդիկ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մենք խոսենք խաղաղության process-ի մասին։ Սա այս կոնտեքստում իմ կարծիքով պետք է քննարկվի եւ այդ մարդիկ պետք է անպայման ազատ արձակվեն։ Եվ իրենց ազատ արձակելուց հետո ինձ թվում է մենք բավականին հարցերի պատասխաններ կստանանք հենց իրենց կողմից։